Եթերում CBC-FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտն են Աթիրա Իսրաֆիլը եւ Սաբինա Բայրամը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Քենիայի նախագահ Ուիլյամ Սամոյ Ռուտոին Քենիայի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձում ասվում է. մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր միջպետական կապերի զարգացմանը, որոնք մեծ ներուժ ունեն եւ համագործակցության ընդլայնմանը տարբեր ոլորտներում, մասնավորապես էներգետիկա, գյուղատնտեսության, արդյունաբերության եւ այլ բնագավառներում։ Հավատում եմ, որ իշահ մեր ժողովրդների համատեղ ջանքերով արկա հնարավորություններն օգտագործելով կամրապնդենք մեր բարեկամական հարաբերությունները եւ կխորացնենք փոխշահավետ համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն եւ հաջողություններ ձեր գործերում, իսկ Քենիայի բարեկամ ժողովրդին տևական բարեկեցություն եւ բարգավաճում։ Ադրբեջանի նախագահի օգնական նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմետ Հաջիևը հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Կալուզինի հետ։ Այս մասին Հաջիևը գրել է X-ի իր էջում։ Նա նշել է, որ հանդիպման ժամանակ կարծիքներ են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հնարավորություններ է բացում ներդրումների իրականացման ուղղությամբ։ Այս մասին Համբուրգում հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձել է տարածաշրջանային հաղորդահողիների ապաշրջափակման հնարավորություններին։ Փաշինյանը միաժամանակ հավելել է, որ Հայաստանի կառավարությունը հետևողական բարեփոխումներ է իրականացնում բիզնես միջավայրի բարելավման, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման, ներդրումների ներգրավման նպատակով։ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը Բաքվում հանդիպել է իր ուզբեկ գործընկեր Վիկտոր Մահմուդովի հետ։ Հանդիպմանը նշվել է համագործակցության կարևորությունը աճող համաշխարհային դիմակայությունների, ռազմական եւ քաղաքական մարտահրավերների եւ սպառնալիքների ֆոնին։ Ընդգծվել է, որ նախագահներ Իլհամ Ալիևի եւ Շավկաթ Միրզոևը քաղաքական կամքին համապատասխան Ադրբեջանը ու Ուզբեկստանը զարգացում են ռազմավարական գործընկերությունը եւ արդյունավետ համագործակցությունը տարբեր ուղղություններով։ Կողմերն ընդգծել են ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում կապերի հետագա ամրապնդման եւ ընդլայնման կարեւորությունը, վստահություն հայտնելով, որ դա կբացի նոր հնարավորություններ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում կայունության եւ անվտանգության ապահովման համար։ Բաղդադում տեղի ունեցել Ադրբեջանի եւ Իրաքի արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Խորհրդակցություններին մասնակցող ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Էմիլ Սաֆարովը, իսկ իրաքյան պատվիրակությունը արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Ֆալահ Աբդուլհասանը։ Քննարկվել են հյուպատոսական ոլորտում երկկողմ համագործակցության ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները, այդ թվում երկու երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման հարցը։ Խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակվել երկու երկրների քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, անհրաժեշտ հյուպատոսական օգնության տրամադրման եւ այս ոլորտում երկկողմ իրավական շրջանակի կատարելագործման վերաբերյալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հանդիպել է Bookfile ընկերության գործադիր տնօրեն Բրյուս Սլեթի հետ։ Նաբիևն այս մասին գրել է իր պաշտոնական Facebook-յան էջում։ Հանդիպման ընթացքում մտքեր փոխանցեցինք տվյալների կենտրոններում արհեստական բանականության եւ տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման ոլորտում համատեղ ներդրումների հնարավորությունների վերաբերյալ, նշել է Նաբիևը։ Դուք լսեցիք CBC-FM լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում սպասվում է անձրևոտ եղանակ։ Գիշերը առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։
Քամին հյուսիս-արևմտյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 6-9, ցերեկը 10-12 աստիճան տաքություն։ Ադրբեջանի մարզերում սպասվում է անձրևոտ եղանակ։ Լեռնային շրջաններում ձյուն կտեղա։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 3-7, ցերեկը 9-14 աստիճան տաքություն։ Լեռներում գիշերը 0-5 աստիճան ցուրտ, ցերեկը 4-8 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդում սպասվում է 2-9, Աղդամում, Ֆիզուլիում 3-11, Ջաբրայիլում, Զանգիլանում, Գուբակլում 5-12, Լաչինում 0-10 աստիճան տաքություն, Քելբաջարում 4 աստիճան ցրտից 5 աստիճան տաքություն։ 102.7 FM